Տիկնակ եւ պարոնայք, 2016 թվականի բյուջեի նախագծի կապակցությամբ երկու լուր ունեմ, մեկը վատ, մեկը լավ։ Վատ նույնն այն է, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները շուրջ 8 միլիարդ դրամով պակասել են, այսինքն կենսաթոշակները, նպաստները, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը չեն ավելանա։ Լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 83 հատով եւ մյուս տարի հասնելու է 1072-ի։ Հիմա շատ է ծառայողական ավտոմեքենաների այս թիվը 28 միլիարդ դոլարանոց բյուջե ունեցող Հայաստանի համար թե քիչ։ Նոյեմբերի 4-ին հայկական ժամանակօրաթերթում մի հրապարակում լույս տեսավ, որում կար պնդում, որ 5 ու 6 բնակչություն եւ շուրջ 120 միլիարդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա։ Այս թվերը հարցոպատասխանի ժամանակ չհերքեցին ոչ կառավարության, ոչ կենտրոնական բանկի անդամները, բայց եւ այնպես ես նախորդ շաբաթ հարցում ուղարկեցի Դանիայի խորհրդարան եւ փորձեցի պաշտոնապես պարզել, թե օրինակ Դանիայի խորհրդարանում քանի ծառայողական ավտոմեքենա կա։ Դանիայի խորհրդարանից մի պարտաճանաչ պաշտոնյա Ռիկե Տուբորգ ազգանունով պաշտոնապես պատասխան ուղարկեց, թե ուշադիր եղեք։ Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը, միայն խորհրդարանի խոսնակը։ Ես նրա նամակը կարդալիս աչքերիս չեմ հավատում։ Նորից եմ նամակ գրում, ասում եմ, այ հարգելի Ռիկե Տուբորգ, մի հատ խնդրում եմ սթափվեք, լրջացեք մի հատ, ասում եմ, մի հատ ձեռ եք առնում։ Ոնց թե ցելի Դանիայի ծառայողական մեքենա ունի միայն խոսնակը։ Այս պարոն Ռիկե Տուբորգը մնաց անհողտողտի դիրքերի վրա եւ միջև վերջ պնդեց, որ այո, Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը։ Հիմա տիկնակ եւ պարոնայք, խնդրում եմ ուշադրություն։ Հայաստանի ազգային ժողովում կա 82 հատ ծառայողական ավտոմեքենա, 82 հատ։ Այն որ ազգային ժողովի նախագահ ծառայողական մեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում։ Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, վաստակաշատ, բարձր դերով, մեր խորհրդարանի փոխոսնակներն էլ ունենան, լավ քարե գլուխը, 6 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան, ծառայողական ավտոմեքենա։ Լավ, մենք չափազանց առատաձեռն ենք, 12 մշտական հանձնաժողովի նախագահները եւ նրանց տեղակալներն էլ ունենան, մենք այդպես առատաձեռն ենք։ Լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալները ձեզ նվեր։ Բայց մենք ինձ բացատրեք, բայն մնացած 40-45 հոգին ովքեր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան։ Ես 2012 թվից խորհրդարանում եմ, չեմ ճանաչում, այդ ովքեր են։ Մոտավորապես նույն վիճակն է կառավարության աշխատակազմում։ Կառավարության աշխատակազմում 292 աշխատող կա, 81 ծառայողական ավտոմեքենա, այսինքն ամեն 3 աշխատողին 1 ծառայողական ավտոմեքենա է ընկնում։ Ուսային կառավարության աշխատակազմն է, որ դրական եզրակացություններով նախագծերը շփշփալ են ուղարկում 82 պատավատանոց ազգային ժողով, ու այդ ազգային ժողովն էլ առանց օֆ անելու ընդունում է այդ օրենքները, մի հատ ասում են, հետո անցնում է մի տարի, 2 տարի հասկանում են, որ արա այս ինչ օրենք են ընդունել, ուրքը սարքելու տեղը աշկդել հանել են։ Այսպես եղավ վերջերս նույնականացման քարտերի հետ կապված օրենքների հետ կապված։ Երբ որ պարզվեց, որ կառավարությունն ու խորհրդարանը ձեռ-ձեռի տված 180,000 քաղաքացու ընտրական իրավունքից զրկել են։ Ու թե սրա համար ինչքան վարկ ու գրանտային միջոց են ծախսել, բարեփոխումներ, կարգեր, այդ մի հատ էլ անուն ունեն, չէ՞, ՄԺԾԾ, միջնաժամկետ ծախսերի, միջնաժամկետ, չգիտեմ ինչ ծախսերի ծրագիր, հա։ Ու կառավարության ու կենտրոնական բանկի ներկայացուցիչները այս ամբիոնից ասում են, բա Դանիայի հետ եք համեմատում, ասում են, բա Դանիայի տրանսպորտային համակարգը, բա Դանիայի
Աշխատավարձը ինտեղ գիտեք ինչ տրանսպորտ կա։ Այս տնաշենները հենց ասում են, ոնց որ Դանիայի տրանսպորտային համակարգը Տրինիդադ եւ Տոբագոյի կառավարությունն եկել է դանիացիների համար ստեղծել, ասել է առեք ձեզ ենք տալիս, բայց Դանիայի կառավարությունն էլ է, չէ՞։ Դանիայի կառավարությունն է, չէ՞, այդ համակարգը ստեղծել։ Դե բա փորձեք տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, մի օր գազելների մեջ կռացած կամ կարտոշկա տեղափոխող գրուզավիկի նման ընթացող ավտոբուսով գոցի գնացեք, ինչպես ամեն օր ուղարկում եք տարեցներին, դերատի կանանց, աղջիկներին։ ԿԲ նախագահներ, ֆինանսների նախարարներ, երկուսն էլ պաշտոնական թվերով միլիոնատեր են, դոլարով։ Եկել էս ամբիոնից Դանիայի չինովնիկների աշխատավարձերն են լացում, աշխատավարձի հույսին են մնացել խեղճերը։ Դուք որ Դանիայում պաշտոնյա աշխատեիք նենց, ոնց որ Հայաստանում եք աշխատում, դուք ոչ թե ամեն օր բռանի ռվնի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատի պիժամայով կգնայիք պրագուլկի, օրը 2 ժամ։ Կռուպնի գործ անող տղերք են, պարոն Գագիկ Խաչատրյան, այդ կռուպնի գործերը երբանից եք սկսել, երբ որ 96 թվին Հրազդանի հարկայինում պետի տեղակալ էիք, թե ավելի ուշ, երբ որ Հայաստանի Հանրապետության տամոժնու պետի տեղակալն էիք։ Դե ընթացիկ գործերի մասին էլ, ինչպես ասում են, կամ լավը, կամ ոչինչ։ Հայաստանի բյուջեն տարեկան 1 միլիարդ 300 միլիոն դրամ է ծախսում միայն այս 1700 ծառայողական ավտոմեքենաների բենզինի եւ սպասարկման համար, տարեկան 1 միլիարդ 300 միլիոն։ Իսկ սահմանամերձ համայնքներին աջակցություն պետական ծրագրով այդ համայնքներին տարեկան հատկացնում ենք 928 միլիոն դրամ, այսինքն պատավատների փողից 400 միլիոն դրամով պակաս։ Կառավարությունը 4 տարի է խոստացել է Հայաստանի առաջին դասարանցիներին անվճար համագարկիչներ է բաժանելու։ 2016 թվականի բյուջեում դրա համար մի կոպեկ նախատեսված չի, չնայած կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ 2 տարի առաջ ասել է, որ Հայաստանի յուրաքանչյուր առաջի դասարանցի 2016 թվականի սեպտեմբերի 1-ից կստանա անվճար համակարգիչ։ Մի կոպեկ նախատեսված չի։ Հիմա եւս մի կարևոր հանգամանք։ Այս բյուջեում գրած ծառայողական ավտոմեքենաների թիվը չմտածեք, թե իրական թիվն է։ Ուրեմն այս 1072-ի մեջ չեմ մտնում ախրանայի մեքենաները, չեմ մտնում պաշտպանության նախարարության, ոստիկանության, մաքսային ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման, հարկային ծառայության, կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, մյուս քաղաքապետարանների պաշտոնյաների ու գյուղապետարանների պաշտոնյաների ավտոմեքենաների թիվը։ Այսինքն 1072-ը առանց այս իմ թվարկածների։ Եթե այս թիվն էլ գումարենք, կարող է պարզվի, որ մենք Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք ոչ միայն Դանիային, Մեծ Բրիտանիային, այլև նույնիսկ Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին ու Միացյալ Նահանգներին։ Ու մինչ սահմանադրական փոփոխությունների այոյի ու ոչի ճակատները քննարկում են, թե Հայաստանը ինչպիսի պետություն պետք է լինի, նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական պետություն, կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պատավատապետություն։ Ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Իհարկե ասեմ հետևյալը, որ չարախոսությունը իր հետևանքները նաև դրական կարող է ունենալ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը թերևս եւ մեքենաների եւ ֆինանսական տեսակետից, եթե թեկուզ Դանիայի հետ համեմատեք, ծիծաղելի վիճակի մեջ կընկնի խորհրդարանը։ Առավել եւս անձին սպասարկող մեքենաներ ազգային ժողովը չունի։ Խոսում են Ջանդամ թող հանձնաժողովի նախագահն էլ ունենա, տեղակալն էլ ունենա։ Դա ուղղված է ընդհանրապես տվյալ հանձնաժողովին եւ ոչ թե անձին։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած խնդիրներին, որ հանկարծ եթե այդ մեքենաները չլինեն, հավատացնում եմ ձեզ, մի քանի անգամ ավելի ծախսերը կշատանան, քան այս դեպքում։ Այնպես որ երբ խոսքը ասում ենք, իհարկե ես էլ շատ կուզենայի, այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք,
շատ կցանկանայի, որպեսզի ընդհանրապես անվտանգություն սպասարկողներ չլինեին, բայց յուրաքանչյուր պետություն իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես հնարավոր է սուղ պայմաններով առաջ գնալ, մանավանդ մեր պետության պես պետությունը, այնպես որ մի քանի անգամ նաև պատգամավորներից եմ լսել, այդ խանդը որտեղից ձեզանից։ Հլա դուք պատկերացրեք մեքենաներ չունենա ազգային ժողովը, ինչպիսի ծախսեր կունենա, մի քանի անգամ ավելին քան կան։ Եվ խնդրում եմ այդ մասին իսկ ընդհանուր բյուջեն, ընդհանրապես մեզ մոտ աշխատավարձ է, ուրիշ բան չկա։ Ինչպես։ Ես գիտեմ, որ տենց է։ Ազգային ժողովի մոտավորապես ձեր ասած 82 ավտոներից 30-ը որպես լոմ կանգնած է, սպասում ենք, որպեսզի գնումների բանի Որ ավտոներին եք տալիս, ես չեմ հասկանում, ինչի մասին եք խոսում։ Ես խնդրում եմ ավելի ուշադիր լինել եւ ժողովրդի մոտ, ժողովրդի ներկայացուցիչներին վտանգավոր իրավիճակի մեջ չգցեք։ Ժողովուրդը ասում են եկա գերանը չտեսար, ասեղը տեսար։ Այժմ Ռուբիկ Հակոբյան, խնդրեմ։